Նախ պետք է կրկնեմ իմ խոսքը հանձնաժողովում, որ քննարկման ժամանակ ասել եմ, որ ձեր հանձնաժողովը շատ դրական աշխատանք է կատարել հաշվետու տարվա մեջ եւ կարելի է ասել բոլոր ուղղություններով մենք արձանագրել ենք դրական միտումներ։ Եվ այնուհետև ուզում եմ 4 հարց տամ ձեզ։ Առաջինը շատ կարևոր բաժինն է ձեր հաշվետվության մեջ, դա ձեր հանձնաժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան հանձնաժողովի միջև ձևավորված աշխատանքն է, համատեղ, որի ընթացքում դուք աջակցել եք Արցախի ինտեգրմանը միջազգային կառույցներում։ Խնդրեի ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչպիսի աշխատանք է կատարված եւ ինչ հաջողություններ եք հասել այս շատ կարևոր ոլորտում եւ ողջունելի է, որ դուք այդ աշխատանքը կատարել եք։ Երկրորդ հարցը դա մենք շատ ենք խոսել, բայց այնուամենայնիվ պետք է փաստենք, որ կա այդպիսի երևույթ, որ եթե ես բացել եմ հեռուստաընկերություն, իմ սեփականն է, ապա բազմակարծությունը այդտեղ, այսպես ասած, մասնավոր հեռուստատեսություն, բազմակարծությունը ավելի պետք է մենք զարգացնենք։ Այդպես է ստացվում, որ ես սկսում եմ ինքս ինձ գովալ իմ հակառակորդներին, այսպես ասած, հեռուստաքիլերությամբ ոչնչացնել։ Եվ այդպես մյուսը իր համար, մյուսը իր համար, քանի որ մոտենում են ընտրությունները, հանրաքվեը եւ այլն, այս երևույթի դեմ պետք է պայքարել։ Այսինքն, եթե մենք խոսում ենք հանրային հեռուստատեսությունը, որ շատ բալանսավորված է, այսպես ասած, բազմակարծությունը կա, ապա մասնավոր հեռուստաընկերություններում, որոնք օգտվում են առավել եւս հանրային ռեսուրսներից, մենք պետք է այդ խնդիրը լուծենք, առավել եւս որ սպասվում են, այսպես ասած, այսպես հասարակական քաղաքական գործընթացներ։ Երրորդ հարցը ել եմ ասում լեզվի վերաբերյալ դուք մեծ աշխատանք եք կատարել, մաքրվել է ահագին, բայց դեռևս կան թերություններ, մասնավորապես ես չեմ ուզում անունը տալ, բայց մի պաղպաղակ կա, որ գովազդվում է այնպիսի փողոցային լեզվով, երևի դուք կռահեցիք, որի մասին է խոսքը, այնպիսի փողոցային լեզվով, որ եթե պայն միանգամից անջատում եմ բանը, որ իմ թոռը ասեք չլսի այդ լեզուն, հանկարծ հետո չկրկնի, որովհետև երեխաների սովորություն ունեն գովազդ հետո կրկնելու։ Այսինքն ինչ եք անում այդ տվյալ դեպքում, դուք եք գիտեք ինչի մասին է խոսքը, որպեսզի արգելվի, որովհետև մի ժամանակ կարծեմ հենց ձեր պահանջով արգելվել է նման գովազդները մի շարք եւ շատ լավ է, բայց դեռևս տեսնում եք շարունակվում է։ Եվ չորրորդը դա աղանդավորության երբեմն սպրտնում է աղանդավորության քարոզը մեր հեռուստաընկերություններ, սխալ է, երբ որ 0.001%-ը սկսում է քարոզել 99.999%-ին իր տեսակետները եւ օգտագործում է դրա համար ուրեմն հեռուստատեսության հնարավորությունները։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ուրեմն առաջի հարցը մեր հանձնաժողով եւ մեր գործընկերների Ղարաբաղի համագործակցության մասին։ Ես երկու բառ ասեմ, 14 թվականի այդ համաժողովը բավականին մեծ արձագանք գտավ։ Կրկնեմ, որ պրակտիկորեն բոլոր հեռուստա եւ ռադիոընկերությունները ներկայացված էին, բավական հետաքրքիր քննարկումներ եղան եւ հույսով եմ, որ դա ավանդական կդառնա։ Ունենք նաև գաղափար հաջորդ նմանատիպ համաժողովին հրավիրել նաև մեր Սփյուռքի գործընկերներին լրատվա միջոցներից։ Բացի դա, մեր բոլոր այդ միջազգային կառույցներում, որտեղ մենք ներկայացված ենք կամ մասնակցում ենք կամ քննարկումներ են, կլինի դա արտերկրում, կլինի դա մեր մոտ, որտեղ մենք էլ ենք ընդունում պատվիրակություններ, աշխատում ենք, որ մեր գործընկերները նույնպես ներկայացված լինեն մեր հետ, եթե ներկայացված էլ չեն լինում, մենք առիթը բաց չթողնելով բոլոր հարցերը հնարավորության դեպքում բարձրացվում են եւ քննարկվում են։ Դա առաջի հարցի հետ կապված։ Երկրորդ հարցի հետ կապված բազմակարծության մի կողմից եւ անձնավորված լրատվական հոսքի կամ ոնց կարելի է ձևակերպել, երևակայի նմանատիպ խնդիրներ եղել են, ենթադրում եմ, որ մենք դինամիկ զարգացում է ապրում ոլորտը, հեռուստատեսությունը, դա ժամանակի հարց է, հույսով եմ այդ խնդիրներն էլ կլուծվեն։
Երրորդը լեզվի եւ ընդհանրապես առաջի հերթին գովազդի հետ կապված ինչ եմ առանձնացնում, որովհետեւ մի բան է հեռուստատեսության եթերային լեզուն, մեկ այլ բան է գովազդի, որը ավելի ինչ որ գեղարվեստական, իրանք ինչ որ բացատրություններ միշտ ունեն, որ սա կրեատիվ ինչ որ քայլ է կամ ինչ որ բան ենք մտածել, փորձում ենք, պարոն Բաբախանյան, հավատացեք, որ մի դեպք չի, բավական հաճախ չասեմ, բայց տարվա ընթացքում երևի մի քանի նմանատիպ դեպքեր լինում են, որոնք վիճելի են, կրկնում եմ վիճելի են, որտեղ մեր օպոնենտներն էլ իրենց բացատրությունները ունեն, բայց ամեն դեպքում փորձում ենք գտնել ինչ որ օպտիմալ լուծումը եւ եղել են դեպքեր, որ գովազդները եթերից հանվել են։ Դա իսկ ինչ որ կապված է 4-րդ հարցին աղանդներին եւ համաձայն եմ ձեզ, որ 0.01% կամ 0 ինչ որ տոկոսը չպետք է քարոզի 99 ձեր ասած թվերով, բայց խոսքը դրա մեջ չի, մեր խնդիրը նաեւ այդ բազմակարծությունը ապահովելն է, եթե դա օրենքի սահմաններում է եւ պետք է այդ տեսակետից էլ այդ հարցին նայել։ Շնորհակալություն։ Արձագանքի կարիք չկա։ Հայկ Բաբախանյան համեց։ Շնորհակալություն պատասխանների համար։ Ինչ վերաբերում է քարոզին, ապա եթե ինչ որ մի աղանդ արտասահմանից ստանալով գումար ստանում է դրա հնարավորությունը, անհավասար պայմաններում են գտնվում, այդ դեպքում մյուսները, ովքեր այդ գումար արտասահմանից չեն ստանում կամ դրա հնարավորությունը չունեն։ Դրա համար այդտեղ նաև պետք է հավասարության սկզբունքը հաշվի առնել եւ հաշվի առնել մեր համակարգացիների ճնշող մեծամասնության կրոնական զգացմունքները եւ իրավունքները, որ նրանց պետք չէ պարտադրել ինչ որ օտար գաղափարախոսություն կամ կրոն, ուրեմն հեռուստատեսությամբ քարոզելու։ Մեր մոտ ազատ է խղճի ազատությունը, բայց չի նշանակում, որ կարելի է բռնանալ մյուսի խղճի ազատության վրա հեռուստատեսության միջոցով։ Իմ կարծիքը այսպեսին է, ինչ վերաբերում է վիճելի գովազդային բանին, տեքստերին, ապա գուցե կան վիճելիները, բայց կան այդպիսիներ, որ անվիճելի են, որտեղ լեզվի պահպանությունը օրենքի պահանջ է, եւ եթե դա ուրեմն մենք աղավաղում ենք հայերենը, գովազդում կլինի թե որտեղ, բոլոր դեպքերում անվիճելի դեպքեր կան։ Շնորհակալություն։ Անվիճելի վատը նկատի ունեք, հա։ Թույլ կտակ կապված քարոզի հետ այն կրոնական կազմակերպությունները, որոնք գրանցված են Հայաստանում, նրանք քարոզի իրավունք ունեն։ Ուրիշ բան է, որ այդ համաչափ եւ ոչ ինչ որ ուզում եմ ասեմ, որ եթե գրանցված են նրանք իրավունք ունեն, ներկայացված լինեն, այդ թվում եթերում, եւ երկրորդը ես չեմ գտնում, որ նմանատիպ այսօր տենց խնդիր ունենք, պարոն Բաբախյան, եթե ինչ որ տենց մտահոգություններ ունեք, պատրաստ ենք քննարկել, բայց գտնում եմ, որ նմանատիպ խնդիր չկա, որոնք էլ ինչ որ եթե քարոզում են կամ ներկայացնում են իրենց գործունեությունը, բոլորը գրանցված կրոնական կազմակերպություններ են, որոնց իրավունքներն էլ բնականաբար մենք պետք է պաշտպանենք։ Շնորհակալություն։